Մոր կողմով Արտաշեսյան արյուն ունեցող Տիգրան 5-րդը Հռոմի կայսր Գայոս Օկտավիանոսի օգնությամբ Հայաստանում գահակալում է 6 թվականին։ Նա երկար չի գահակալում, ընդամենը մի քանի ամիս, եւ նրա կնոջ անունը հայտնի չէ պատմական աղբյուրներում, սակայն մի ասքի համաձայն նրա Տիկնանց տիկինը կրել է հունական դիցուհի Օվկիանոսի եւ Թետիսի դուստր Էլեկտրայի անունը։ Այս տիկինը փառասիրության տիպար է եղել։ Նա ապրել է Հռոմում եւ սիրել է ցուցադրել, որ ինքը հայոց թագուհու տիտղոս ունի։ Այս տիկինը հագնում էր մի թիկնոց, որի վրա մեծ տարերով գրված էր հայոց թագուհի Էլեկտրա։ Նա շրջում էր Հռոմի մարդաշատ վայրերում եւ այնպես էր քայլում, որպեսզի թիկնոցի վրայի մեծ տարերով գրվածքը երևա, քանի որ ցանկանում էր ժպիտներ կորզել մարդկանցից եւ հարգանք ստանալ։ Այսպիսով նա իր ամբողջ կյանքը ապրեց Հայաստանի հաշվին ժպիտներ կորզելով։ Այս պատմությունը եկել է ցույց տալու այն, որ նման կեցվածք միայն կարող են Հայաստանում ցույց տալ օտարազգի ներկայացուցիչները, իսկ իրապես արիական արյուն ունեցող հայ թագուհիները բարոյականությունը առաջին տեղում են դրել թե ազգի եւ թե իրենց նկատմամբ։